Եվս մեկ պատ է առիթ Ալիևի համար վերանայելու առանց այտել Ռուսաստանի հետ սրված դիվանագիտական հարաբերությունները։ Օկտայում ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը դեռ չմարսած, հիմա էլ պայթած Իսկանդերն է սրել երկու երկրների միջև առանց այտել ամորֆ հարաբերությունները։ Ալիևն, ինչպես եւ սպասվում էր, անհապաղ դատապարտեց տեղի ունեցածը, հայտարարելով, թե առաջին դեպքը չէ, երբ ըստ նրա ռուսները հարձակվում են դեսպանատան շենքի եւ Ուկրաինայում տեղակայված ադրբեջանական այլ օբյեկտների վրա։ Ալիևը հստակ է ուղեգիծը վաղուց է վերցրել եւ այդ շենքի մի բեկորով չի ինչ-որ բան փոխվելու է։ Ինքը առավելագույն գույները խտացնում է, ոչ պատասխանատու հայտարարություններ, հարաբերություններ վատացնել։ Ինքը քարոզչական հողն է նախապատրաստում։ Վաղը չմիսորա Ռուսաստանի դեմ, իսկ ինքը պատրաստվում է Ռուսաստանի դեմ որպես Հարավային Կովկասում բռունցքի կարևոր էլեմենտ։ Ադրբեջանական մամուլն ու պաշտոնական լրահոսը կայծակնային արագությամբ լուր տարածեցին, թե Ռուսաստանից Կիևի վրա արձակված Իսկանդերը ընկել է Կիևում գտնվող ադրբեջանական դեսպանատան հարևանությամբ։ Դեռ լուրջ հետաքննություն ու ուսումնասիրություն չանցկացրած ադրբեջանական կողմը շտապեց հետքերն ուղղել դեպի Ռուսաստան։ Ալիևն ու Զելենսկին սկսեցին միմյանց փոխել, դատապարտել տեղի ունեցածը։ Նախապացուցված չի, որ այդ ռուսականն է։ Եթե անգամ լինի, շենքին բնականաբար չեն հարվածի, իսկ ուկրաինացիները ունեն մարտավարություն, որ քաղաքացիական նշանակություն ունեցող օբյեկտների խիստ հարևանությամբ կամ այդ օբյեկտների ներսում, այդ թվում նաև բնակարաններում, բնակատեղիներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում տեղադրում են արձակման կայաններ։ Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Եվդակիմովին կանչեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Խիստ բողոքի նոտա հայտնեցին, որ Կիևի վրա արձակված Իսկանդեր հրթիռներից մեկն ընկել է դեսպանատան տարածքում։ Դեսպանին հիշեցրել են նաեւ, որ նմանատիպ հրթիռային հարվածները հակասում են միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին։ Ռուս դեսպանին հազիվ բռնացրած ադրբեջանցիները նրան հիշեցրել են 2024 թվականի Կինժալ հրթիռով ռուսական ավիահարվածի, օգոստոսին հասցված ավիահարվածի հետևանքով Ուկրաինայում ու Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքի եւ հյուպատոսական հատվածի վնասման մասին։ Ավելին, ռուս դեսպանին հիշեցրել են նաեւ Օդեսայի մարզում գտնվող Սոկարի նավթամբարի վրա օգոստոսին իրականացված հարձակման մասին։ Ու մինչև ադրբեջանական կողմը Ռուսաստանի դեմ նոր կոմպրոմատներ կհավաքեր, ռուսական կողմը տեղեկություններ տարածեց, թե Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված վնասի տեսանյութերից երևում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատանը հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի Պատրիոտ զենիթային հրթիռից։ Ավելին, ռուսական պարբերականներից մեկն էլ հայտնեց, որ եթե Իսկանդեր հրթիռը հարվածած լիներ, ապա խառնարանը մի քանի անգամ ավելի մեծ եւ խորը կլիներ, քան ուկրաինական տեսանյութում է։ Եթե ուղիղ թիրախային այդ հրթիռը Ալիևը, ասենք, վաղը կամ 3 կմասնակցել մեծ ցուցակավորությանը։ Կսկն այդ շենքից ոչինչ չէր մնա։ Իր մեջի ուրեմն աշխատակիցներով։ Ես չեմ բացառում, որ դա կանխամտածված ուկրաինական կողմն էլ անի։ Սա կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ գործում են էլեկտրոնային պատերազմի եւ հակաօդային պաշտպանության համակարգերը եւ անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները կարող են շեղվել։ Նման բաներ ցավոք տեղի են ունենում։ Փորձագետներն այն համոզմանն է, որ այս միջադեպն էլ երկկողմ կմարսվի։ Ռուսաստանը կփորձի սիրաշահել Ադրբեջանին, կփորձի հնարավոր բոլոր միջոցներով կարգավորել հարաբերությունները, ինչպես եղավ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պարագայում։ Եվ հետո Ռուսաստանն այս ծանր շրջանում, երբ դեռ Ուկրաինայի դեմ պատերազմում է, պետք է շարունակի հարաբերությունները կարգավորած պայել Ադրբեջանի հետ։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ Ադրբեջանը կփորձի տարածաշրջանում ճակատ բացել, ներքաշելով նաև Ռուսաստանին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։